Ողջույն, կարծես թե մեր ուղիղ եթերը արդեն միացել է։ Ես Մարիամ Պետրոսյանն եմ, մասնագիտությամբ լոգոպեդ։ Այսօր որոշել եմ մի փոքր իմ փորձով մասնագիտական եւ որպես ծնող կիսվել ձեզ հետ, որպեսզի դուք էլ ձեր երեխաներին կարողանաք հեշտ տանել դեպի ընթերցանությունը, ավելի մոտ լինեք գրքերին, խոսենք մի փոքր ընթերցանության մասին, այսինքն ինչպես է ընթերցանությունը երեխան սովորում եւ ինչպես ավելի հեշտ լինի այդ փուլը, ավելի հեշտ հաղթահարեք։ Սկսնակ ընթերցողը կամ եկեք ավելի վաղ տարիքից սկսենք, հա, գրաճանաչության փուլից։ Գրաճանաչությունը, գրավոր խոսքի զարգացումը ինքնին բարդ process է եւ բավականին ջանք է պահանջում երեխայից։ Ընթերցանությունը ավելի ուշ է զարգանում, քան գրավոր խոսքը, այսինքն հենց գրելը։ Ընթերցանությունը զարգանում է արդեն իսկ տառաճանաչության որոշակի գրավոր հմտություններ ունենալու ֆոնի վրա։ Ընթերցանության համար անհրաժեշտ է երեխային մի քանի վերլուծիչների համատեղ գործունեություն, այսինքն երեխան պետք է ճանաչի տառերը, պետք է սկզբում ճանաչի տառը, համադրի պատկերի եւ իր իմացած հնչյունի հետ եւ նաեւ հնչեցնի նրա ձայնային տարբերակը, այսինքն հնչյութային կազմը։ Սկսնակ ընթերցողը սկզբից կարդում է տառ առ տառ, այդ իսկ պատճառով ցանկալի է, որ ի սկզբանե երեխային սովորեցնել վանկային ընթերցանությունը, որը ավելի հեշտ է երեխային մտապահել մի քանի վանկի համադրություն, քան բազմաթիվ տառերի համադրություն։ Սկսնակ ընթերցողի մոտ կա մի քանի նրբություններ։ Սկսնակ ընթերցողը սկզբնական շրջանում, երբ սկսում է կարդալ, չի կարողանում հասկանալ իմաստը, քանի որ ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է տեխնիկական մասին, կարդալու process-ի, հա? Դրա համար իմաստային սկզբնական շրջանում ընթերցելուց հետո երբ հարցնում ենք ինչ կարդացիր, ինչի մասին է, ասում են, չգիտեմ, կամ հաճախակի կրկնում են, ընթերցելու ընթացքում հաճախակի բառը կրկնում են եւ ես նկատում եմ, որ երբեմն ծնողներն ասում են, ինչ ես նորից կարդում, որովհետեւ պատճառը նրանում է, որ երեխան դեռ իմաստային կողմին ուշադրություն չի դարձնում եւ չի հասկանում բառը կրկնեց։ Դրա հետ է կապված, հա։ Հետո հաջորդ փուլերում կամաց երեխան որոշակի հմտություն ունենալուց հետո գալիս է գուշակելու փուլը։ Երբ որ երեխան տեսնում է իրեն ծանոթ վանկը, միանգամից մտովի շարունակում է։ Օրինակ գրված է կակտուս, կարող է երեխան կան կարդալ, ասի կատու, հա։ Այս ժամանակ շատ կարևոր է, որպեսզի ծնողը չբարկանա եւ չասի ուշադիր կարդա եւ այլն, հա, այսինքն չբարկանա, որովհետեւ դա բնականon ընթերցանության յուրացման փուլերից մեկն է։ Երեխան ճանաչում է եւ փորձում գուշակել հաջորդ վանկը։ Օրինակ մեծահասակ ընթերցողը բառն ամբողջությամբ չի կարդում, այլ բառը ճանաչում է, հա, այսինքն եթե մենք երկար բառ ենք ընթերցում, գալիս է որոշակի տառերի հաջորդականություն, հիմնական վերջավորություններից, օրինակ ություն, ական, ավոր եւ այլն, երբ մենք դա տառ առ տառ ոչ էլ վանք կարդում ենք, այլ մենք դա ճանաչում ենք։ Օրինակ բերեմ, որպեսզի լիարժեք պատկերացնեք, բառերը մենք արագ կարդում ենք, չֆիքսվելով, որ մենք դրանց բառերի մեծ մասը ճանաչում ենք։ Բայց եթե օտար բառ է, որը մեզ ծանոթ չէ, կամ երբևէ չենք օգտագործել եւ չենք լսել, մենք դա կարդում ենք անգամ տառ առ տառ, որպեսզի տառ բաց չթողնենք, որպեսզի բառը ճիշտ ընկալենք։ Հաճախ դա կարող եք նկատել օտար անուններ, հա, օտար ազգի անուններ կարդալուց, երբ վանկերով մի փոքր ավելի դժվար է, հնարավոր է տառ բաց թողեք, եւ դրա համար դուք կարդում եք տառերով։ Նույնն էլ երեխայի մոտ է, դեռ չի սկզբնական շրջանում դեռ լիարժեք ձևավորված չի լինում բառի ճանաչելու փուլը, եւ դրա համար բարկանալ կամ մեղադրել, որ չի կարողանում եւ այն, դրա կարիքը չկա։ Ինքնին բարդ process է ընթերցանությունը եւ մեկ տարում երեխան լիարժեք ընթերցանությունը յուրացնել չի կարող։ Ընթերցանության հաջորդ փուլը դա համադրության վերլուծության փուլն է, երբ երեխան կարողանում է արդեն վանկային ընթերցանությամբ ընթերցել տեքստը եւ համադրել։ Այս ժամանակ նաեւ լինում է, որ ընթերցանության բառերի միջև չի պահվում նախադասության ինտոնացիան։ Դա նույնպես նորմալ է սկսնակ ընթերցողների համար եւ մեծ ուշադրություն դրան արժանացնել պետք չէ։ Ինչ է պետք անել։ Նախ, եթե ցանկանում եք, որ երեխան շատ կարդա կամ կարդացող լինի, մեկ օրում երեխային ընթերցասեր դարձնել ուղղակի հնարավոր չէ։ Նախ դեռ մինչ ընթերցանության գալը երեխաներին պետք է մոտեցնել գրքին, այսինքն սիրել
փորձել երեխային այնպիսի մոտեցում ցուցաբերել, որ երեխան գիրքը սիրի։ Շատ հաճախ ես ինքս իմ բալիկների 3 բալիկ ունեմ եւ 3-ն էլ կարծես թե գրքասեր են եւ կարծում եմ փոքրիկ ներդրում ունեմ այնքանով, որ իրենց համար ամենախրախուսելի բանը դա իրենց համար երբ ես կարդում եմ, երբ ես գրքի նկարը պատմում եմ, բացատրում եմ, այսինքն ամեն տարիքին բնորոշ կան գրքեր, որոնք պետք է տարբերակել, հա, որ տարիքում ինչ գիրք առաջարկել երեխային, որպեսզի հետաքրքրի, որպեսզի երկար նայի եւ սկսի գիրքը նայել որպես հետաքրքիր, խաղի եւ զարգացման եւ զբաղմունքի միջոց։ Տարիքային ասելով ինչի նկատի ունեմ, օրինակ տեսեք 8-9 ամսեկանից երբ երեխան ինչ-որ պատկեր է բռնում եւ ցանկանում է դիտել, նման տվյալ տարիքում եւ մինչեւ 1.5-2 տարեկան տարիքը երեխաներին պետք չէ տալ շատ խառը պատկերներով նկարներ, պատկերներով գրքեր, այսինքն նկարները պետք է լինեն առանձին, հատիկ-հատիկ սպիտակ ֆոնի վրա 1 պատկեր կամ 2 պատկեր Եվ երեխային ուղղակի անվանեք պատկերի անունը, վայ փիսո եւ վայ, չգիտեմ, շունիկ է եւ այլն, հա։ Շատ խառը պատկերներում երեխան ուղղակի չի կարողանում այդտեղ պատկեր առանձնացնել, ընկալել եւ ձեր պատմածը հասկանալ։ 2 տարեկանից հետո կամ 1.5-2 տարեկանից, այսինքն այստեղ հստակ սահմաններ չկան, կախված է երեխայի անհատական զարգացումից, 1.5-ից 2 տարեկան հասակում արդեն կարող եք տալ մի փոքր ավելի ընդարձակ պատկեր պարունակող նկարներ, այսինքն ոչ թե 1 պատկեր պարունակող, այլ մի փոքր իրենից պատմություն ներկայացնող մի քանի պերսոնաժներ, բայց շատ գունագեղ մանր պատկերներ չպետք է լինեն, հա։ Այսինքն մի քիչ ավելի դասակարգված, ավելի պարզ նկարը 3 տարեկանից արդեն կարելի է տալ մի փոքր ավելի ընդարձակ եւ 3-ից հետո հանգիստ կարող եք տալ ցանկացած գիրք, որը որ նկարները պարզ են եւ երեխան կհասկանա։ Սկսնակ ընթերցողին վերադառնանք, այսինքն գրքի հետ ծանոթանալ դեռ մանկուց պետք է լինի։ Մի առանձնահատկություն էլ ասեմ փոքրիկների համար, փոքրիկները երկար իրենց ուշադրությունը կենտրոնացնել չեն կարող։ Եվ դա նորմալ է, որ երեխան ընդամենը գիրքը թերթում է եւ կանգ է առնում յուրաքանչյուր էջին 4-5 վայրկյան։ Դա նորմալ է, քանի որ իրենց ուշադրությունը մի փոքր ավելի անկայուն է եւ երկար նրանց ուշադրությունը կենտրոնացնել մի բանի վրա եւ չի կարելի եւ հնարավոր չէ։ Եթե ուզում եք երեխան ինչ-որ բանով հետաքրքրվի, պետք է ավելի շատ ինքներդ պատմեք, հա, եւ ձեր ձայնի ինտոնացիան է կարևոր, ինչ ոգևորությամբ եք ինքներդ ներկայացնում։ Մի փոքրիկ կարևոր հանգամանք, դուք պետք է երեխային առաջարկեք այն գիրքը, որը ինքներդ շատ հավանել եք, որտեղ երբ որ ծնողը որ գիրքը որ շատ հավանում է, դա ներկայացնում է երեխային, անկախ իրենից ինքը լրացուցիչ դրական տրամադրվածությամբ է գիրքը ներկայացնում եւ այդ ֆոնին ավելի հետաքրքիր է լինում երեխային ընկալել այն ինֆորմացիան, որը տալիս է մայրիկը։ Վերադառնանք սկսնակ ընթերցողներին, հա, այսինքն եթե փոքրուց դուք սեր եք առաջացրել գրքերի նկատմամբ, արդեն իսկ իր մոտ ցանկություն կլինի սովորել տառերը, որպեսզի ընթերցել գրքի որևիցե էջ եւ այլն։ Քնից առաջ միշտ ընթերցեք երեխաներին, դա շատ դրական է ազդում երեխայի վրա եւ երեխան ավելի հանգիստ է մտնում։ Այստեղ նորից ծնողների վրա մեծ պատասխանատվություն է դրվում, որ պետք է ընտրեք ինչ գիրք եք կարդում քնելուց առաջ, եթե ստեղծագործությունը ձեզ ծանոթ չի, անպայման ծանոթացեք, որովհետև կարող են լինել այնտեղ պերսոնաժներ, կարող են լինել այնտեղ ինչ-որ իրադարձություններ, որ երեխային լրացուցիչ կան հանգստացնեն եւ գիշերը կարող է երեխան մտաբերել եւ այդքան լավ չքնել։ Դրա համար պարտադիր մինչ երեխային գիշերային քնից առաջ գիրք եք կարդում կամ հեքիաթ, անպայման ծանոթացեք պարունակությանը։ Ցանկալի է, որ մինչև 6 տարեկան երեխաների համար օգտագործեք պատկերազարդ գրքեր, որովհետև երեխաները շատ ավելի լավ են պատկերացնում, երբ լսում են ինչ-որ բանի մասին եւ դրա պատկերը կա։ Կարելի է հաջորդ էջը չթերթած հարցնել, իսկ ինչ ես կարծում, հաջորդ էջում ինչպիսի պատկեր կլինի։ Նման իրավիճակներում երեխաները սկսում են երևակայել, մտածել, տրամաբանել ու երբեմն այնպիսի պատասխաններ են տալիս, որ մեծերից մտքով երբևիցե չեր անցնի։ Լավ կլինի կապակցված խոսքի զարգացման համար եւս երեխային հեքիաթի որոշակի հատվածից դադար տաք եւ հարցնեք, որ
ինչ ես կարծում, հետո ինչ է լինելու, այսինքն շարունակությունը հարցնեք, եւ տվյալ պարագայում երեխայի կապակցված խոսքը էականորեն կզարգանա եւ կկարողանա երեխան ավելի լավ խոսել, երևակայել եւ տրամաբանել։ Իմ ձագուկները չեն կարողանում առանց մայրիկի ու անընդհատ փորձում են գալ տեսնել մայրիկը ինչ է անում։ Վերադառնանք սկսնակ ընթերցողներին, հա։ Սկսնակ ընթերցողների համար ճիշտ կլինի երբևիցե ոչինչ չստիպել, այլ առաջարկել միասին ընթերցանությունը։ Մայրիկը առաջարկի, արի ես կարդամ քեզ համար։ Թեկուզ դասն է, հա, թեկուզ տեքստն է։ Կուզես ես կարդամ։ Լավ, կարող եք դուք ինքներդ փորձել դանդաղ կարդալ, որպեսզի ինքն էլ հասցնի հետևել ձեր ընթերցածին, այսինքն ձեր կարդացածը լսի եւ փորձի տեքստում գտնել տվյալ հատվածը, տվյալ մասը։ Կարող եք երեխային առաջարկել ընդամենը դու կարդում ես վերնագիրը, ես շարունակությունն եմ կարդում, կամ գիտես այս բառը դու գիտես, կարող ես կարդալ կամ կարող ես գուշակել սա որ բառն է։ Կամ որոշակի հեքիաթների ցանկ եք տալիս, ասում եք ընտրիր որն ես ուզում ես կարդամ։ Այ երեխան ուզած թե չուզած պետք է վերնագիրներն ընթերցի, որ ընտրի որ մեկն է ուզում կարդալ, կամ եթե խորամանկի մեկն է կարող եմ ուղակի մատիկը դնել, այ կարող ես ասել դա որն է, կամ առաջին վանկը, որ հնչյունով է սկսվում, կամ առաջին հնչյունը։ Շատ փոքրիկ քայլերով պետք է սկսել, որպեսզի երեխայի մոտ հիասթափություն չլինի։ Եթե բալիկը գոնե վանկային ընթերցանություն կարողանում է անել, պարտադիր երեխային տվեք պատկերազարդ եւ շատ քիչ տեքստով գիրք, որպեսզի ընթերցի։ Ինչու է կարևոր շատ կարճ տեքստով գիրքը, որպեսզի երեխան հաջողի, այսինքն ինքն իր ուժերի վրա եւս մեկ անգամ վստահ լինի, որ ինքը կարող է գիրք կարդալ, մի ամբողջական գիրք է կարդացել օրինակ, որովհետեւ յուրաքանչյուր էջին մեծ պատկերն է եւ ընդամենը մի քանի բառ է։ Օրինակ այդպիսի գիրք ունի հենց Զանգակը, իդեպ հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Զանգակին, որովհետև իրենց գրքերը իրոք շատ լավն են եւ իմ աշխատանքում եւ բալիկներիս համար ես իրենց գրքերից շատ եմ օգտվում։ Օրինակ այդպիսի գիրք է Ինչպես ծաղկեց գազարը գիրքը։ Հիմա ասեմ ինչու, որովհետև տեսեք, այստեղ պատկերը մեծ է եւ ընդամենը ամբողջ էջում գրված է մի քանի տող, հա։ Երեխան կկարողանա այս մի տողի ընթերցելու կարողությունը հաղթահարել, տեսեք ինչ կարճ է ընդամենը։ Կկարողանա հաղթահարել այս մի տողը կարդալ եւ ամբողջ գիրքը կարդալուց հետո ինքը կհամոզվի, որ ինքը կարող է գիրք կարդալ իհարկե եւ կփորձի հաջորդ գրքերը նույնպես։ Սկսնակ ընթերցողի համար գիրք ընտրելը բավականին բարդ է, քանի որ կարևոր է հաշվի առնել մի քանի մանրուք, տեքստի մատչելի լինելը, այսինքն ընկալելի նյութ լինի, տառատեսակը խոշոր լինի, գրված լինի ոչ խառը տարբեր ինչ-որ ֆոնային գույների վրա, այլ հիմնականում բաց, պաստելային տոնի ֆոնի վրա գրված լինի տառերը, որպեսզի երեխայի տեսողական դաշտը հեշտ վերցնի, հեշտ ընկալի, հա, եւ ինչպես արդեն նշեցի, պետք է լինի կարճ, նկարը մեծ, հա, որպեսզի երեխան նաեւ այդ մի տող ընթերցածը փորձի նաեւ հասկանալ, վերընթերցել, եթե երեխան կարդում է, կարող եք ասել կներես չլսեցի ինչ էր գրված կամ իսկ հասկացար ինչ էր գրված, կարող ես ինձ այդ նախադասությունն ասել, ինչ էր ասում, չես հիշում, գուցե մի հատ էլ կարդանք, հա, այ կարծես այս բառն էր գրված, այսինքն ասել, վա, ինչու չհասկացա, դրա կարիքը բացարձակ չկա, ինչպես արդեն նշեցի։ Ավելի երկրորդ, երրորդ դասարանում, երբ որ զարգանում է արդեն վերլուծական համադրական գործընթացները, այսինքն երեխան լիարժեք կարողանում է բառը վանկատել, վանկերով կարդալ, բառի նախադասության ինտոնացիան ճիշտ տեղը արտասանել, կարելի առաջարկել նաև մի փոքր ավելի ընդարձակ գրքեր, այսինքն որտեղ գրվածքը մի քիչ ավելի երկար է, հա, այսինքն մի էջի վրա 3-4 տող է, Կամաց երբևիցե մի վերցրեք մեծ հեքիաթի գրքեր, որտեղ տեքստերը երկար են, մտածելով դե արդեն կարողանում է կարդալ կարելի է, ոչ, որտեղ երեխան այդ գիրքը գուցե ամբողջ ամառվա ընթացքում ամբողջ հեքիաթները հասցնի կարդալ եւ
չհասցնի ավելի ճիշտ կարդալ եւ ունենա հիասթափություն։ Դրա համար խորհուրդ եմ տալիս միշտ սկսեք այդ սկզբունքով, որ մեկ գիրք, որի մեջ տեքստը կարճ է։ Երկրորդ ավարտած կամ երրորդ դասարանցիներին մի հետաքրքիր գիրք ունի Զանգակը, որի մասին առանձնահատուկ ուզում եմ նշել, որովհետև այդ գրքի օգնությամբ մենք կարողացանք մեր ընկերներից շատերի բալիկներին դարձնել ընթերցասեր հենց այդ գրքի շնորհիվ։ Իմ աղջիկը հաճախ այդ գիրքը, երբ որ գիտի, որ լավ չի ընթերցում կամ դժվարանում է մեծ գրքեր ընթերցել, միշտ այդ գիրքն է խորհուրդ տալիս։ Ջերոնիմո Ստիլտոնի գրքերի մասին է խոսքը։ Ստիլտոնի գրքերը ինչով է հետաքրքիր, տառատեսակը խոշոր է եւ մի շատ հետաքրքիր լուծում են գտել, ուրեմն բառեր կան, որոնք թեք են գրված, որոնք գունավոր տառերով են գրված, օրինակ կամուրջը կամուրջի տեսք ունեցող բանով է գրված, հա, գունավոր բառը գունավոր հնչյուններով է, գունավոր տառերով է գրված։ Ես մի երկու կադր ցույց կտամ, որպեսզի պատկերացնեք ինչի մասին է խոսքը։ Այ օրինակ տեսեք, քմծիծաղ բառը ինչպես է գրված, չգիտեմ ինչքանով է պարզ երևում։ Տեսնում եք։ Ահա։ Քմծիծաղ բառը օրինակ քմծիծաղի տեսքով կլորիկ, կիսակլորիկ է գրված, եւ ինչպես նկատեցիք, տառատեսակը բավականին խոշոր է եւ պատկերները շատ են։ Ահա, անգամ կա ինչ որ չկա, ընդհանրապես գրված, եւ երեխաները մեծ սիրով կարդում են։ Երկրորդ կարևոր բանը Ջերոնիմոյի դեպքում, որ երեխաները բոլորը ով ընթերցել է, սիրում է, որովհետեւ այստեղ կա հետաքրքիր սյուժե, այսինքն իրադարձությունները արագ են զարգանում եւ նույնն էլ հաջորդ գրքում է, որտեղ մկնիկի մասին է խոսվում, որ իդեպ շատ հայտնի մկնիկ է եւ իր մուլտֆիլմը կա անգամ, կարող եք անգամ, եթե չկա բացարձակ հետաքրքրություն, կարող եք անգամ առաջարկել, որ մուլտֆիլմի մի սերիա նայի, հետո ասել, գիտես, կա դրա նաեւ գրքային տարբերակը հայերեն, անգամ հայերեն թարգմանված կա, կուզես փորձենք ընթերցել։ Այսինքն հետաքրքրություն առաջացնելու մեծագույն պատասխանատվությունը մի տեսակ դրված է ծնողի վրա։ Իհարկե ես չեմ առանձնացնում մանկավարժներին, որովհետև նրանց դերն էլ է մեծ, բայց գրքի նկատմամբ հետաքրքրություն երեխան պետք է ունենա արդեն իսկ միջև դպրոց գնա, այսինքն դպրոց գնալուց երեխան արդեն պետք է սիրած լինի գրքերը, որի մեծագույն նպաստողը դուք պետք է լինեք քնից առաջ ընթերցանությունների միջոցով, գրքի հետ վարվել իմանալու միջոցով, երբևիցե երեխային, ես միշտ նշում եմ, երբևիցե երեխայի գրքերը խաղալիքների հետ նույն տոպրակում կամ նույն արկղում մի դրեք, գրքերը միշտ առանձնահատուկ դեր տվեք խաղալիքներից, հատուկ, եթե գիրքը հատակ, վայ, գիրքը ինչու է հայտնվել հատակում կամ վայ, գիրքը ինչու է խառնվել խաղալիքներին, արի դնենք պահարանում, որովհետև իրենք կնեղանան մեզանից կամ գրքերին լավ չի, որ մենք թողնենք խաղալիքների մեջ, կարող են խաղալիքները ծանր լինել եւ վնասել գրքին, դրա համար ավելի լավ է գրքին առանձին պահենք եւ երեխայի մոտ կախված ձեր մոտեցումից երեխայի մոտ էլ ձևավորվում է հարգանք եւ ձևավորվում է առանձնահատուկ մոտեցում գրքի նկատմամբ։ Ես, եթե չեմ սխալվում, դուք եթե ունեք հարցեր, մի րոպե։ Ահա, մի րոպե կներեք, ես այստեղ հարցեր ունեմ կարդալու, չէ դեռ։ Դուք ունեք հարցեր հղելու, կարող եք հարցեր հղել, ես ձեր հարցերին կպատասխանեմ, գրքերի ընթերցանության հետ կապված։ Մի փոքր էլ շարունակեմ զրույցը գրքերի հետ կապված, տեսեք, երեխային նաև կարելի է ընթերցել, սովորեցնել ոչ միայն գրքերի միջոցով, այլ ուղղակի առօրյայում, օրինակ առաջարկել, վայ, ինչ է գրված վահանակի վրա, ինչ որ չեմ տեսնում, կամ կարող ես կարդալ պիտակի վրա ինչ է գրված, այսինքն ոչ միայն գրքի վրա կարելի է ընթերցանությունը սովորեցնել, այլ նաև որոշակի ինչ-որ բաների վրա, որ երեխայի մոտ այդպես չասոցացվի, որ կարդում են միայն գրքից, հա։ Այստեղ կարծես թե հարց ունենք, ես կարդամ հարցը։ Բարև ձեզ, երեխաս 8 տարեկան է, երկրորդ դասարան փոխադրվեց, բայց չեմ կարողանում
հասնել նրան, որ առանց բռնության երեխան կարդա սովորի։ Ինչպես դա անեմ, ձեր սեմինարի թեման տեսա, մտածեցի կարողանամ ինչ-որ բան փոխել մեր կյանքում։ Երեխային երբևիցե ստիպել կամ բռնության, ինչպես առանց բռնության կարդալ, բռնությունը ոչ մի կապ չի կարող ունենալ երեխայի ընթերցանության հետ, եթե ընթերցանությունը ներկայացվի որպես դրական բարի բան։ Ամառային արձակուրդների ժամանակ ես ինքս այդքան էլ կողմ չեմ, երբ երեխային տալիս են դպրոցում շատ հանձնարարություններ բոլոր առարկաներից։ Մենք կոնկրետ մեր դեպքում մենք ոչ մի հանձնարարություն չենք կատարում, մենք հանգստանում ենք ամբողջ ամառվա ընթացքում եւ միայն կարդում ենք, որովհետեւ դա հետաքրքիր ժամանց է, դա հետաքրքիր միջոցառում է մեզ համար, հա։ Դարձրեք ձեր համար տոնի պես մի բան, այսօր գնալու ենք գրախանութ, մի հատ լավ գիրք գնենք, փնտրենք, դու ընտրես, գնենք, բերենք, ես քեզ համար կարդամ։ Այսինքն փոքր առաջ ասացի, հա, որ միասին ընթերցանությունը շատ կարևոր է։ Տեսեք, դուք առաջարկում եք միայն վերնագիրը կարդալ, ես ամբողջ տեքստն եմ կարդում, կամ գիտես, այս վերջի բառը դու շատ ես սիրում, կամ քեզ շատ ծանոթ է, կարող ես կարդալ միայն այս վերջին բառը։ Գիտես, հաջորդ էջում այնպիսի հետաքրքիր նախադասությամբ է սկսում, մի հատ փորձենք կարդալ միասին։ Երբեք երեխային մի ստիպեք այ կարդա, չէ, կարդա։ Երբևիցե հաճելի բանը, հաճելի գործողությունը երբևիցե ստիպողաբար որևէ բան չպետք է պարունակի, հա, այսինքն ստիպել կարդալ, դրանք մի քիչ համատեղելի չեն։ Դա կդառնա իր համար ստիպողաբար արվող մի բան, որը մամայի ստիպելով կանի, չէ։ Երբևիցե ինքը ինքնուրույն գիրք վերցնի եւ կարդա, այդ պարագայում չեք հասնի, հա։ Փորձեք իր համար, հատկապես որ նշեցիք երկրորդ դասարան է, այսինքն ընթերցանության յուրացման սկզբնական փուլերում է եւ իր համար դա բարդ գործընթաց է։ Ինչու եմ առանձնացնում անդադ դասարանը, որ տարիքում եւ այլն, որովհետեւ երեխայի համար յուրաքանչյուր հանձնարարություն, որպեսզի հաճելի լինի, այն պիտի լինի նաեւ հեշտ։ Եթե երեխային տակ ընթերցելու 1-2 նախադասություն կամ 1-2 բառ անգամ, դժվար թե չկարողանա կամ դժվարությունները, փոքրիկ դժվարությունը չհաղթահարի, բայց եթե տալիս եք կարդալու մի ամբողջ գիրք, բնականաբար իր համար դա բարդ է եւ խնդիր կունենա, այսինքն չեք կարողանա ստիպել կամ ստիպել լացելով եւ այլն, որը որ ընթերցանության հետ ոչ մի ձև համատեղելի չէ։ Փորձեք դուք ինքներդ կարդալ եւ ընթացքում 1-2 բառ իրեն ընթերցել տվեք, հետո 1-2 բառը դարձրեք մի նախադասություն, բայց ոչ թե 1 օրում, այլ մի քանի օր այդպես, մի քանի օր հետո նոր տվեք, որ մի նախադասություն։ Այ դու կարդում ես առաջին նախադասությունը, ես կարդում եմ ամբողջ գիրքը, կամ միշտ աշխատում է, երբ որ հենց ի սկզբանե դուք կարդում եք ու հաջորդ էջ թերթելուց խնդրում եմ, ես մի բառը կկարդաս, մի բառը, հա, այսինքն պետք չի շատի վրա շեշտը դնել։ Եթե ձեր հարցի պատասխանը սպառիչ չէր, գրեք, ինձ կուղարկեն ձեր հարցը, ես կկարդամ։ Բարև ձեզ, իմ կարծիքով մեծ է ուսուցչի դերը, հատկապես տարրական դասարաններում։ Միանշանակ ուսուցչի դերը շատ մեծ է, բայց միշտ դպրոց գալը երեխան պետք է ծանոթ լինի արդեն մինչև 6 տարեկան երեխաների համար նախատեսված գրքերին, նրա համար պետք է շատ կարդացած լինեն, պետք է իմանա բավականին շատ հեքիաթներ, կարողանա պատմել, իհարկե մեծ է թե ինչ մեթոդիկայով են իրեն սովորեցնում ընթերցել եւ դասվարի տարրական դասարանի ուսուցչի դասվարի դերը շատ մեծ է, ուսուցչի դերը ոչ ոք երկրորդային պլան չի մղում, այլ ես ասում եմ, որ ծնողի դերը մեծ է մինչ դպրոց հաճախելը, երեխաների մոտ գրքի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելը։ Իսկ եթե ծնողը ինքը չի սիրում կարդալ, ինչ անել։ Այո, ծնողը կարող է եւ չսիրել կարդալ, որը կարող է, ինչու՞ չէ, բայց հանուն երեխայի կարծում եմ կարելի է սկզբնական շրջանում առաջին 1 տարին գոնե մի փոքր աջակցել երեխային, որպեսզի երեխան ունի մեջ ընկնի եւ ինքը արդեն սկսի կարդալ եւ նաեւ ծնողի համար։ Քնելուց առաջ մոտավորապես որ ժամերին ընթերցել, քանի տարեկանից կարդալ։
քնելուց առաջ ցանկալի է որ քուն մտնելուց անմիջապես առաջ ընթերցեք, այսինքն պարկեք միասին կամ երեխան պարկի պատրաստվի քուն մտնելուն, դուք իր համար կարդաք։ Քանի տարեկանից կարդալ։ Տեսեք, սկզբնական շրջանում 2 տարեկանից սկսած կարելի է երեխային պատմել։ Նույն հեքիաթը կարող եք գրքով ցույց տալ, բայց ոչ թե գրքի նկարդալ, այլ դուք կարճ պատմել, ինչպես ասացի սկզբում, երեխայի ուշադրությունը երկար կենտրոնացնել մի բանի վրա, այսինքն մինչև դուք կարդաք, երեխային երևի թե հետաքրքիր չի լինի ամբողջ մանրամասնություններով լսել։ Դուք կարևոր իրադարձությունները պետք է փորձեք պատմել երեխային։ Տվյալ պարագայում հենց ընթերցել, պատմել երեխային կարելի է շատ տարբեր հեքիաթներից, բայց հենց կոնկրետ ընթերցել բոլոր մանրամասնություններով ըստ երեխայի է, չկա այդպիսի տարիք, որ հենց այս տարիքից կարելի է սկսել կարդալ։ Կարդալ կարելի է, երբ զգում եք, որ երեխան պատրաստ է լսել։ Պատմեք, հետո կամաց-կամաց փորձեք իր տարիքին համապատասխան տեքստերը ընթերցել։ Հաջորդ հարցը կարդամ։ 10-12 տարեկան ընթերցասեր երեխայի մոտ ինչպես վերականգնել սերը դեպի գիրքը, իսկ ինչպես վարվել ավելի մեծ տարիքի երեխաների դեպքում 12, խնդրում եմ օգնեք ինչպես կտրել հեռախոսի կախվածությունից։ 10-12 տարեկան ընթերցասեր երեխայի մոտ ինչպես է եղել, եթե ինքը ընթերցասեր է եւ վերականգնել սերը դեպի գիրքը, այսինքն ինչն է պատճառ հանդիսացել, որ երեխան հրաժարվում է գրքից։ Ենթադրում եմ, որ սա մի ծնող է ուղարկել, որտեղ միասին է իրար հետ, ինչպես վարվել ավելի մեծ տարիքի երեխաները, ինչպես դադարեցնել կախվածությունը հեռախոսից։ Հեռախոսից կախվածությունը երևի թե դարի հիվանդություն է եւ առնչվում են բոլոր ծնողները։ Պարզապես կարող եք սահմանել ժամանակ, իրար հետ պայմանավորվել, այ օրինակ խաղում ես 20 րոպե հեռախոսով կամ 30 րոպե հեռախոսով կամ 3 հատ 10 րոպե ընդմիջումներով, այսինքն ձեր տրված ցուցում պետք է լինի հստակ, այսինքն տեսեք, պայմանավորվածություն պետք է լինի հստակ, այսինքն եթե պայմանավորվել եք 30 րոպե, 30 րոպե հետո պետք է դադարեցվի, դա չի քննարկվում։ Եթե նախապես իր հետ համաձայնության եք եկել, հա, այսինքն եթե ուզում եք հեռախոսից կախվածությունը դադարեցնել եւ դեպի ընթերցանությունը տանել, քանի որ կախվածություն նշել եք, որ կա, մի փոքր կդժվարանամ sense հստակ ինչ որ սա արեք կարողանեք, ամենաճիշտ տարբերակը երևի թե պայմանավորվածությունն է, բայց իր հետ պետք է համաձայնության գաք։ Ցավոք այս ստեղծված իրավիճակը մեզ շատ է խանգարում, որպեսզի մենք կարողանանք մասնակցել գրական միջոցառումներին, միասին գնալ գրքի քննարկումների, գրքի շնորհանդեսների, գնալ գրադարան, միասին գիրք ընտրել կամ գրախանութից գիրք ընտրել, տվյալ իրավիճակում մի փոքր դժվարացած է գրքի հետ կապված միջոցառումներ չկան, օրինակ ամառային ընթերցանությունը բավականին խրախուսելի միջոցառում է եւ կարող եք on-line մասնակցել, նախորդ տարի մենք մասնակցել ենք ամառային ընթերցանության եւ շատ հետաքրքիր միջոցառումներ են եղել, մի անգամ մարզից դուրս են գնացել, քանի որ իրենց միջոցառումը մարզից դուրս էր, Աբովյան քաղաքում էր եւ մենք գնացինք, որպեսզի բաց չթողնենք։ Այդքան հետաքրքիր միջոցառումներ են լինում։ Ցավոք սրտի այս պահին COVID-ի պայմաններում չկան այդպիսի միջոցառումներ։ Երևի թե փորձեք այդ տարբերակը։ Եթե հնարավոր է կարող եք նաև բակային խաղերին մի փոքր տեղ տալ կամ ընկերներին հրավիրել ձեր տուն, որպեսզի ընկերների հետ խաղով զբաղվեն, ոչ թե հեռախոսներով։ Երևի թե այդքանով փորձենք այս հարցին վերջնական, այսպես ասած, պատասխան կարծես թե տրվեց։ Բարև ձեզ, ինչպես երեխային տրամադրել այն պարտադիր ընթերցանության շարքին, որոնք կարծես ավելի հասուն տարիքում պետք է կարդան, երեխան կարդում է մեխանիկորեն եւ կարծես չի հասկանում։ Այս պահի դրությամբ ես ինքս հավաքագրում եմ բոլոր դպրոցներում ինչ են հանձնարարել, բավական ծավալուն աշխատանք ենք սկսել, ես ինքս համաձայն եմ, որ պարտադիր ընթերցանության տրվող նյութերի մի մասը, ոչ բոլորը, եւ ոչ բոլոր դպրոցներում, մի դեպք կան դպրոցներ, որ բավական լավ ցանկ են տալիս, մեծ մասը տրվում են նաև հին գրքեր, այսպես ասած, հին հրատարակության գրքեր,
եւ գաղտնիք չէ, որ երեխաները հին հրատարակված գրքերը այդքան էլ հեշտ չեն կարդում, ինչ նոր հրատարակված է, որոնք գունեղ են, նկարազարդ են, ավելի հետաքրքիր ու հաճելի է կարդալը։ Ես կողմ եմ նրան, որ պարտադիր ընթերցանության այն գրքերը, այն շարքը, որ երեխան պարզապես մեխանիկորեն կարդում է, չկարդալ, որովհետև դա հիասթափեցնելու է երեխային եւ ընթերցանությունը իր համար չի լինելու հաճույք ստանալու տարբերակ, այլ լինելու է պարտադիր ստիպողաբար արվող ինչ-որ բան, հա։ Դրա համար գուցե ուսուցչի հետ խոսեք ու զգուշացնեք, որ երեխան ուղղակի մեխանիկորեն կարդում է եւ որևիցե բան չի մտապահում, գուցե փոխենք մենք կարելի է ուրիշ բաներ կարդանք եւ երեխայի հետաքրքրությունների շրջանակներում ընտրեք այնպիսի գրքեր, որոնք ավելի հետաքրքրությամբ կկարդա։ Բարև ձեզ, իսկ ինչպես հեշտ կազմակերպել անցումն առանց նկարների գրքերին։ Իմ տղան 9 տարեկան է, մեծ դժվարությամբ, դժկամությամբ է այդպիսի գրքերը կարդում։ Այո, դա մի փոքրիկ խնդիր է։ Կարող եք անցում կատարել սև եւ սպիտակ նկարներով գրքերին, այսինքն պատկերազարդ գունեղ գրքերից անցում կատարեք սև եւ սպիտակ նկարներով նկարած գրքերին, օրինակ Պիպին, օրինակ Լյոնենբերգացի Էմիլը, հա, այդ շարքի գրքերը իրենք արագ կարդացվող են, որտեղ դեպքերի զարգացումը շատ արագ է ընթանում, արագ գործողություններ են ընթանում, երեխաները հետաքրքրությամբ են կարդում եւ կա նկարներ պարզապես սև ու սպիտակ, երևի թե այդ տարբերակը փորձեք։ Ես այստեղ էլի հարց ունենք, մի րոպե։ Սկսնակ ընթերցողների մասին հարց ունենք։ Սկսնակ ընթերցողների համար արդեն նշեցի, որ պետք է լինի տառատեսակը խոշոր, պետք է լինի գունագեղ գրքերը, պետք է լինի տեքստը գրված համեմատաբար հանգիստ տոնի, այսինքն սպիտակ ֆոնի, պաստելային ֆոնի վրա, որպեսզի երեխան ավելի հեշտ ընկալի։ Միգուցե հետաքրքրությունների շրջանակը երեխաների մոտ փոխվել է։ Գուցե փոխվել է երեխաների հետաքրքրությունների շրջանակը, բայց այսօրվա հայ հրատարակված գրականության մեջ կան այնպիսի գրքեր, ոչ միայն հայ, այլ նաև օտար լեզուներից թարգմանված, որ բավական հետաքրքիր գրքեր են գիտության մասին, հա, կենդանիների օրագրեր, այդպիսի գրքերը շատ ավելի հեշտությամբ են երեխաները հետաքրքրությամբ են ուսումնասիրում եւ սիրով ընթերցում են, որովհետեւ այսպես ասած սահմանափակում այդ առումով չեմ տեսնում։ Գուցե հա գեղարվեստական գրքերը այդքան մեծ ընթերցում չունեն, բայց հանգիստ երեխաները կարող են ընթերցել իրենց հետաքրքրության շրջանակներում ինչ պատահի, այսինքն ինչ իրենց հետաքրքիր է եւ հավատացնում եմ, ինքս մեծ շփում ունեմ ու առնչություն ունեմ գրականության հետ, մանկական գրականության հետ եւ բավականին լայն ընտրության հնարավորություն ունենք։ Պարտադիր չի գեղարվեստական գրականություն լինի։ Շատ ինձ համար կոնկրետ շատ կարեւոր է, որ երեխան ընթերցի այն, ինչ իրեն հետաքրքիր է։ Ես մի փոքրիկ իմ փորձից, տնողական փորձից կիսում եմ, ուրեմն աղջիկս շատ արագ էր կարդում եւ իմ մոտ կասկած էր առաջանում, որ ինքը լիարժեք գիրքը չի կարդում եւ ես ասում էի անընդհատ իսկ կարող ես ինձ պատմել այս հատվածում ինչ եղավ եւ այլն եւ հետո ես ինքս հասկացա, որ իսկ ինչու երեխան իրավունք չունի ընթերցելու ժամանակ ինչ որ հատված չընթերցել, եթե այդ մասը հետաքրքիր չի կամ նկարագրական հատված է, այսինքն իմ փորձը ցույց տվեց, աղջկաս հետ փորձը ցույց տվեց, որ նախ իրենք կարդում են իրականում, բայց եթե անգամ չեն կարդում որոշակի հատվածներ, այսպես ասած թռիչք են անում, թռնում են, բայց չի երեխային ասել, չէ, դու ճիշտ չես կարդում, նորից կարդա։ Այո, երեխան իրավունք ունի իրեն դուր չեկած հատվածը չկարդալու, այսինքն կարդա միայն երկխոսությունը, այ օրինակ սկսնակ ընթերցողները սիրում են կարդալ ոտանավորներ բանաստեղծություններ։ Ինչու՞, որովհետև տեքստը կարճ է, նախ ինքը նեղ սյունյակաձև է, երկու բառ եւ արդեն հաջորդ տող, երկու բառ եւ արդեն հաջորդ տող։ Եվ դա նորմալ է։
պետք չէ երեխային ասել, չէ, արի գիրք, արի պատմություն կարդանք, արի հեքիաթ կարդանք, այո, որ երեխան ինչ ցանկանում է ընթերցել, հանգիստ մենք թողնում ենք։ Պարզապես անընդհատ հետևում ենք եւ փորձում ենք խրախուսել իր հաջողությունները, իր ունեցած, այսպես ասած, հա, իր հաղթանակները, հա, որտեղ յուրաքանչյուր գիրք ընթերցել է, մեկ ամբողջական գիրք ընթերցել, եթե անգամ փոքրիկ բրոշյուր է, դա մեծ հաղթանակ է երեխայի համար։ Եվ եթե դա արժանացավ խրախուսանքի, դա տեղին իհարկե որ չափազանցած, բայց արժանացավ խրախուսանքի եւ երեխային գովեցին, հավատացեք ինքը ինքնակամ կգնա հաջորդ գիրքը վերցնելու։ Ինչպես եք վերաբերվում աուդիո գրքերին։ Շատ բացասաբար եմ վերաբերվում աուդիո գրքերին, քանի որ լոգոպեդ եմ։ Ինչու՞, որովհետև աուդիո գրքերը երեխաներին գուցե սովորեցնում են, գուցե կարդում են երեխայի համար աուդիո գրքերը, բայց ինչն է պակասում այստեղ։ Դա կարծես, ես միշտ այդպես եմ ասում, կարծես դա կիսա մուլտֆիլմ լինի։ Ինչու մուլտֆիլմի բացասական ազդեցությունների մասին շատ ենք խոսել, եթե դրան չանդրադառնամ, կիսա մուլտֆիլմ, ինչու, որովհետև այստեղ չկա կենդանի հաղորդակցություն, այստեղ չկա էմոցիոնալ կապ, չկա էմոցիոնալ դաշտի փոխհարաբերություն, չկա մայրիկ, բալիկ կամ ծնող, միշտ մայրիկներին եմ ասում, բայց հայրիկներ դուք էլ պետք է ընթերցեք։ Իդեպ հայրիկների ընթերցած հեքիաթները երեխաները ամենալավն են հիշում։ Ես ինքս հիշում եմ իմ հայրիկի պատմած հեքիաթը, երբ իրեն ասում ենք հեքիաթ պատմի, միշտ նույն հեքիաթն էր պատմում, եւ մենք մեծ սիրով միշտ լսում էինք։ Այնպես որ հայրիկներ անմասն չմնաք գրքերի աշխարհ երեխաներին բերելուց դուք էլ ունեք ձեր անելիքը։ Աուդիո գրքերը, քանի որ միայն երեխան լսում է, չկա քննարկում, չկա վերլուծություն, չկա կենդանի հաղորդակցում, ես ինքս այդքան կողմ չեմ եւ երբևիցե աուդիո գրքերը չեմ խրախուսում եւ այդքան էլ չեմ ընդունում։ Նաեւ երեխաների համար խոսքի զարգացման համար այդքան էլ ցանկալի չեն աուդիո գրքերը, որովհետև դրանք ստանդարտ խոսքի տեսակ են, իսկ ընթերցելիս կարող է մայրիկը հարցեր տալ, կարող է բալիկի մոտ հարցեր առաջանան, որ կամ այս հատվածը չհասկացա, հա, մայրիկը բացատրի այդ հատվածը, իսկ աուդիո գրքերի դեպքում այդ տարբերակը չկա։ Ավելի փոքրիկների հետ կապված, ինչու ցանկալի չի ավելի փոքրիկներին, հա, 9-10 ամսեկանից սկսած մինչև 3 տարեկանների համար աուդիո գրքերը էլ ավելի ցանկալի չեն, ինչու, որովհետև երեխան աուդիո գրքից լսելով որոշակի տեքստ, որոշակի ձայն եւ այլն, հետո երբ որ իրեն տանք մեկ ուրիշ գիրք, ինքը կատեգորիկ չի վերցնելու, որովհետև ինքը սովոր է, որ այդ իրից պետք է ձայն գա, պետք է ինչ-որ մեկը խոսի եւ այլն, եւ իր համար ձայնի աղբյուր հանդիսացող գրքերը առաջնահերթություն է տրվում եւ սովորական գրքերին այլևս ուշադրություն չեն դարձնում։ Նույնը խաղալիքների նկատմամբ, նրանք խաղալիքների, երբ որ ձայնային խաղալիքներով են սկսում խաղալ, այսինքն եթե ուշադիր լինեք, ձայնային խաղալիքներով խաղալուց չկա որևէ տրամաբանական, երևակայական ինչ-որ գործողություն, դրանք ուղղակի միացվում են, լսվում եւ առաջանցնում երեխան, այսինքն երեխայի մտածողությունը ավելի մակերեսային է դառնում, այսինքն երեխան սպասում է, որ իրեն պետք է զբաղեցնեն։ Իսկ սովորաբար երեխան պետք է խաղալիքով խաղա, երևակայի, որոշակի սյուժե կազմի, հա, սյուժետադերային խաղ խաղա, ընդօրինակի մայրիկին ինչպես է իրեն քնեցնում տիկնիկի դեպքում, բայց եթե այդ տիկնիկը բավականին ֆունկցիաներ ունի, հա, բավականին բաներ է անում, իրեն այսպես ասած տիկնիկն է իրեն խաղացնում, ոչ թե ինքը տիկնիկով է խաղում, նույնն էլ գրքերի դեպքում է։ Դրա համար կարելի է ասել, ինչպես հասկացաք, աուդիո գրքերին մի փոքր կատեգորիկ բացասաբար եմ վերաբերվում։ Ես նախընտրում եմ, որ գիրքը չպետք է խոսի, գիրքը պետք է կարդանք։ Հաջորդ հարցը կարդամ։ Բարև ձեզ, կասեք Պինոկիոն առաջին դասարանի երեխայի համար ճիշտ տարբերակ է։ Պինոկիոյի մի քանի տարբերակներ կան, եթե խոսքը գնում է ադապտացված տարբերակի մասին, ապա այո, բայց ամբողջական տարբերակը կարծում եմ դեռ վաղ է, առաջին դասարանցուն, հա, ճիշտ հասկացա, առաջին դասարանցի երեխայի համար,
կարդալ է կամ պատմել է։ Նպատակահարմար է Պինոկիոյի գրքերից, եթե առաջի դասարանցու մասին է խոսքը, նկարազարդ, պատկերազարդ տարբերակը վերցնեք, որովհետև այստեղ կարիք կա լրացուցիչ լսած նյութը ամրապնդելու պատկերների միջոցով, որովհետև երբ որ երեխան մի գործընթացին միանում է բազմաթիվ վերլուծիչներ, օրինակ հեքիաթը լսելուց բացի, նաև երեխան տեսնում է պատկերները, այսինքն մաքսիմալ շատ վերլուծիչ է միանում տեսողականը, լսողականը, հա, եւ երեխան ավելի լավ է ընկալում եւ ավելի կարողանում է ավելի լավ վերարտադրել նման գրքերի ընթերցումը։ Դրա համար ցանկալի է, որ կարդակ վերապատումը, հա։ Իսկ ինչ անել, երբ կարճում են ուսուցչի հանձնարարությունից, որը նրանց այնքան էլ չի հետաքրքրում, բայց պարտադիր է։ Երբ կարճում են, իսկ ովքեր են կարճում, այդ պահը չհասկացա։ Տեսեք, ես ուսուցիչների աշխատանքը գնահատում եմ եւ ունենք հրաշալի ուսուցիչներ, ունենք լավ դպրոցական համակարգ, անկեղծ եմ ասում, ես հավանում եմ մեր դպրոցական համակարգը, բայց մենք մի փոքրիկ իրոք խնդիր ունենք, որ նոր հրատարակված գրքերը գեղեցիկ նկարազարդումներով եւ լավ հեղինակներով, որոնք նոր են հրատարակվել, դպրոցում սովորող դպրոցում աշխատող մանկավարժները տեղյակ չեն։ Կարելի է հենց հիմա դիմել զանգակ հրատարակչության տնօրինությանը եւ առաջարկել, որ փոքրիկ, այսպես ասած, սեմինար չասեմ, բայց իրազեկման միջոցառումներ կազմակերպեն դպրոցներում եւ ուսուցիչները տեղեկանան ինչ նոր հրատարակված գրքեր կան, ինչ նոր հեղինակներ են թարգմանվել, որովհետեւ օրինակը բերեմ, այժմ շատ են հանձնարարում անգետիկը եւ նրա անգետիկի եւ նրա չարաճճիությունը, ինչպես կարծես այսպիսի ինչ որ բան է, այդ գիրքը վերջին անգամ հրատարակվել է 89 թվին եւ նոր հրատարակչություն չկա։ Այս պահին գրադարանները փակ են, որպեսզի հին հրատարակությունը վերցնեն եւ ծնողները կանգնում են երեխայի հետ փաստի առաջ, չկա այդ գիրքը ինչպես գտնեն, եթե տան գրադարանում չունեն այդ գիրքը, խանութներում, գրախանութներում էլ չկա, փաստացի նրանք կանգնում են փաստի առջև։ Ես կարծում եմ այստեղ մի փոքր գուցե նաև կառավարությանը կարելի է դիմել, որպեսզի նոր հրատարակված գրքերի մասին տեղեկանան, որտեվ վերջերս հայ հեղինակներից մեկին ճանաչեցի, Դիլիտ Ալթունյանին, ով գրել է Կապույտ աղվեսիկը, հրաշալի հեքիաթ է, հրաշալի պատմություն եւ բավականին բարոյախրատական դասեր ունի իր մեջ, բայց ցավոք սրտի շատ քիչ է ինֆորմացիան եւ դպրոցի ուսուցիչներից շատ քչերն են տեղյակ նրա մասին եւ շատ քչերն են հանձնարարում, թեպետ ես ինքս ծանոթացել եմ գրքին ստվերային թատրոնի միջոցով, այսինքն ներկայացում էր կազմվել այդ ստեղծագործության հիման վրա։ Այսինքն ես կարծում եմ այստեղ փոքրիկ բաց թողում է, որը որ պետք է փորձենք լրացնել։ Ինչպես արդեն նշեցի, ես ինքս հավաքել եմ բոլոր դպրոցների ցանկերը, որը հանձնարարում են դպրոցներում, եւ հիմա մասնագիտական աշխատանքային թիմ ենք կազմել եւ փորձում ենք թարմացնել այդ ցանկերը, այսինքն հոգեբանի, դասվարի, տարրական դասարանի մանկավարժի, ես լոգոպեդ եւ հայոց լեզվի մասնագետ 5 հոգով փորձում ենք թարմացնել տարիքային ցուցակները, հա, որ տարիքում ինչ գիրք կարելի է առաջարկել, որը նոր է հրատարակվել եւ հետաքրքիր է։ Ես չեմ ուզում շեշտը դնենք միայն նոր հրատարակվածի վրա, ես ցանկանում եմ շեշտը ավելի շատ դնենք երեխայի հետաքրքրության սահմանների, երեխաների մտահորիզոնը ավելի ընդլայնելու, հա, ավելի հետաքրքիր գիտությանը վերաբերվող բավականին գրականություն կա երեխաների համար հրատարակված, դրանք նույնպես ընդգրկել, հա, որպեսզի միայն չֆիքսվենք դպրոցում տրված ցանկի վրա։ Հաջորդ հարցը կարդամ։ Բարև ձեզ, կասեք, խնդրում եմ, չի կարելի արկածների գիրքը լավ տարբերակ է 9 տարեկան տղայի համար, 1 ամիս է կարդում ենք միասին ու շատ բարդ է առաջ գնում։ Չի կարելի արկածները ինքս հավանում եմ, հատկապես հայ հեղինակի գրվածք է, բայց եթե դժվար է առաջ գնում, շատ բարդ է,
Ինչու հիմա կարդալ դա, եթե կարելի է դա մի կողմ դնել ու եթե ցանկով եք կարդում, այսինքն դպրոցի հանձնարարած ցանկով եք կարդում, կարդալ մեկ ուրիշ ստեղծագործություն եւ հետո վերադառնալ այդ ստեղծագործությանը կամ եթե մի քանի գրքից հետո նորից չի ցանկանում վերադառնալ այդ մեկին, կարելի է հանգիստ ուղղակի մի կողմ դնել։ Ես միշտ ասում եմ եւ եթե երրորդ անգամ կրկնում, որ ընթերցանությունը դա պետք է լինի երեխայի համար հաճելի գործողություն եւ ոչ թե պարտադիր որևիցե բան։ Ինքս երեխաներից պատժիչ գործողությունների անբաժան մասն է, եթե ինչ-որ բան ուզում եմ պատժել, ասում եմ այսօր ձեզ համար գիրք չեմ ընթերցելու։ Դա իրենց ամենամեծագույն պատիժն է։ Այսինքն մենք հասել ենք նրան, որ այնքան կարևոր է, որ ես իրենց համար գիրք եմ կարդում, այնքան կարևոր է, որ գիրք եմ կարդում իրենց համար, որ իրենց համար դա մեծ պատիժ է։ Եթե ինչ-որ բան այնպես չի, չեն լսել եւ այլն ինչ-որ խնդիր, դա պատիժն է, մեր պատիժը դա է։ Այսինքն, եթե ես կարդամ իմ երեխային պարտադիր որևիցե ցանկ, որը պետք է, որը տրվել է մեզ, օրինակ դպրոցում, ուղղակի ինքը չի սիրի, հա? Այսինքն, եթե հանձնարարված է, ընտրեք այն ստեղծագործությունները, որը ձեր երեխային դուր կգա։ Եթե դուր չի գալիս ձեր երեխային, ուղղակի մի ընթերցեք։ Գուցե վատ բան եմ ասում, բայց ես կարծում եմ, որ այդպես պետք չի, հա? Այսինքն, ոնց կարելի է դժվար առաջ գնացող ստեղծագործությունը շարունակել կարդալ։ Թեպետ ինքս չի կարելի արկածները բավականին հավանում է։ Պարզապես ձեր երեխայի հետաքրքրությունների շրջանակը այլ է, գուցե ավելի թեթև կարդացվող, ավելի իրադարձությունները արագ զարգացող բաներ իրեն հետաքրքրում։ Դրա համար դադարեցրեք, ընթերցեք մեկ այլ բան, հետո կվերադառնաք նաև դրան։ Իսկ քնելուց, պարկելուց առաջ գիրք կարդալու դեպքում երեխան չի ակտիվանա ու քունը փախնի։ Ոչ, որովհետև քնից առաջ մենք չենք կարդում այն նույն ոգևորությամբ, ինչ որ ցերեկն եք կարդում։ Այսինքն, կարդալուց գիշերային քնից առաջ երեխայի համար կարդում ենք շատ մեղ, հանգիստ ձայնով, կարծես օրորոցային երգենք նրա համար, ավելի հանգիստ, ավելի մեղ, նման ինտոնացիայով կարդալու դեպքում դժվար թե երեխան ակտիվանա, հա, այսինքն ընդհակառակը 5-10 րոպե, ինչպես քիչ առաջ խոսեցի, այդ տոնով կարդալու, ընթերցելու ժամանակ դժվար թե երեխան ակտիվանա, այլ հարց է, երբ որ երեխան ակտիվ է եւ փորձում է բեմադրել, փորձում է ձեր կարդացածը բեմադրել եւ այլն, տվյալ պարագայում գուցե նման դեպքերում փորձեք պատմեք, հա, ոչ թե կարդաք, այլ պատմեք, որովհետեւ պատմելուց, երբ գիրքը ձեր ձեռքին չէ, դուք շատ մանրամասնություններ բաց եք թողնում, այսինքն խոսում եք միայն կարևորի, գլխավորի մասին եւ այդտեղ կարողանում եք ավելի լավ վերահսկել երեխային։ Իսկ ընթերցելուց մանրամասնությունների ժամանակ երեխան գուցե ակտիվանա, հա, բայց փորձեք ձեր ձայնի տոնը մի փոքր իջեցնել, ավելի մեղեդիկ սարքել, հա, եւ կամաց երեխան պատրաստվում է քնի։ Մի փոքրիկ կարծես աուտոտրեյնինգին բնորոշ բան է դառնում քնից առաջ ընթերցելը։ Մի կարևոր բան եմ ուզում ասեմ եւ ամփոփենք։ Անկախ նրանից ձեր երեխան ինչքան վարժ է կարդում, մի դադարեցրեք նրա համար քնելուց առաջ գիրք ընթերցելը, քանի որ դա երեխա ծնող կապի ամենաուժեղ, ամենասերտ հարաբերությունները ձևավորելու միջոցն է։ Երեխաները մեծ սիրով կարողանում են, մեծ սիրով հիշում են հետագայում, թե ինչպես են իրենց համար կարդացել։ Մի դադարեք երբևիցե կարդալ ձեր բալիկների համար, անգամ եթե նրանք տարիքով մեծ են։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել Զանգակ հրատարակչությանը եւ ամառային ընթերցանության ծրագրին, որ հնարավորություն տվեց, որ միասին քննարկենք եւ խոսենք ընթերցանության մասին։ Կարելի ասել դա իմ ամենասիրելի հոբին է, որի մասին ես շատ եմ սիրում խոսել։ Կարծում եմ իմ խոսքը, իմ տրված ինֆորմացիան ձեզ համար օգտակար էր եւ փոքրիկ կանոններ, որ հետևելով կկարողանաք ձեր բալիկներին ավելի շատ մոտեցնել գրքերին։ Տեսնենք հարց չունենք ու անվարտենք։ Ահա, կարծես այսքանն էր։
Վերջին հարցը, բարև ձեզ, կխնդրեմ ասեք ինչ գրքեր խորհուրդ կտայք 10-11 տարեկաններին։ 10-11 տարեկաններին այսպես ասած, ամենալայն շրջանակի գրքերը կան, որ կարող են ընթերցել փոքրիկները, 10-ից 11 տարեկան, զանգակի ցանկից կարող եք ընտրել Անտարեսի, Edit Print-ի շատ են ձեր տարիքի այդ 10-11 տարեկանի գրքերը, միայն խորհուրդ կտամ, որ դուք ինքներդ մի հատ աչքի անցկացնեք նոր, որովհետև կան գրքեր, որոնք շատ արագ են կարդացում եւ հավեսով, այսպես ասած, հա, եւ շատ կարեւոր է, որ հետագա մեր ընթերցողի համար գիրքը լինի հետաքրքիր եւ իրադարձություններով լի։ Օրինակ, զանգակի գրքերից մենք մի ամբողջ պահարան ունենք։ Հիմա կարող եմ ձեզ առաջ մի հատ աչքի անցկացնել ու ասել։ Ուրեմն 10-11 տարեկանի համար շատ հետաքրքիր կլինի Ջանի Ռոդարի ստեղծագործությունները, հետաքրքիր կլինեն Կոնրադը, Ֆրանցի պատմություններ Ֆրանցի մասին, Հայդին, Փոքրիկ արքայադուստրը, Ջերոնիմո Ստիլտոնը նաև ունի երրորդ մասը, հա, ծովահենի մասին, ինչ որ անունը լավ չեմ հիշում, ծովահենի մասին, երբ որ Ջերոնիմո Ստիլտոնը ծովահենի կերպարանքում է, ինչ կար, Էմիլը կարող է Էմիլի շարքը կարդալ, Փուարչուկը կարդալ, մի խոսքով ձեր ընտրությունը շատ մեծ է, նաև լավ գրքեր ունի Անտարես, Edit Print-ը, ինչպես ասեցի, այնպես որ բավական լայն է ձեր ընտրությունը, փորձեք նաև on-line հարթակում փնտրել, բավականին շատ են on-line գրախանութները, մի խոսքով ձեր ընտրությունը բավականին մեծ է։ Երբ թե եզրափակենք խոսքը, կարծես թե հարցեր ամփոփեցինք եւ չունենք նոր հարցեր, շնորհակալ եմ ձեզ, որ լսեցիք, ստեսություն։